Պատասխանատվության ստանձնումը սկսում է ստորագրություն դնելուց եւ հետագայում դա պաշտպանելուց։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Այսօր դրա հետ կապված դրական մոտեցում արտահայտել են մարդիկ կամ ուժեր, որոնք մինչև այս պահը դա համարում են անլուրջ գործընթաց կամ որևէ տեղ չտանող process։ Հիմա երբ որ հնարավոր է եղել քաղաքական process-ները բերել, հասնել մի կետի, երբ որ այն ուժերը, որոնք դա անլուրջ էին համարում կամ որևէ տեղ չտանող էին համարում, բայց այսօր սկսել են այն դիտարկել, դա արդեն իսկ այս ճանապարհին 1-2 քայլ առաջ է։ Այլ բան է, թե մենք առաջիկա օրերին կամ առաջիկա ժամանակահատվածում ինչին ականատես կունենանք։ Եվ ինչպես նաև դուք եք ձեր հարցադրման մեջ ասում, կմնա դա մտադրությունների փուլում, թե դա կգնա արդեն կոնկրետ կլրջանա, կդառնա ստորագրությունների եւ այս գործընթացը միջև վերջ առաջ տանելու ձևով։ Բայց մեկ բան նաև այստեղ պետք է արձանագրենք, տեսեք, երբ որ այս թեման բարձրաձայնում ենք, երբ որ դաշտում արդեն քաղաքական օրակարգ էր մտել անվստահության գործընթացի այս process-ի թեման, այդ ժամանակ շատերը մենք ինչ էինք ասում, ասում ենք մենք չգիտենք, չէ, առաջիկայում ինչ գործընթացներ են, ուր են գնալու։ Դեռ այդ ժամանակ Բագրատ Սրբազարյանի եւ շատ այլ ընդդիմադիր դաշտի գործիչների նկատմամբ քրեական այդ գործողությունները, այդ հետապնդումները չէին սկսել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ դեռևս որևէ process չէր եղել։ Մարիաթորի նկատմամբ հարձակումները չէին սկսել կամ այսպիսի ակտիվ դրսևորումներ չէին եղել։ Հիմա մենք նույն մի հատ եկել ենք կետի, որտեղ ասում ենք մենք չգիտենք էլ վաղը 1 շաբաթ, 2 շաբաթ հետո ինչ է տեղի ունենալու։ Այսինքն քաղաքական ուժերը առաջին հերթին որպես նաև այստեղ որպես քաղաքական նաև մոբիլիզացիա հնարավորություն ունեցող ուժեր պարզապես չեն կարող կանգնել սպասել, թե ինչ կլինի կամ սպասել առավել եւս 26 թվականի ընտրություններին կամ այդ հնարավորությունների օգտագործմանը։ Անկախ նրանից, թե ովքեր ինչ ձև են գնահատում իրենց հնարավորությունները 26-ի նախընտրական շրջափուլում։ Կա այսօր այդ հնարավորություն, եթե դրա հնարավորությունը նույնիսկ 5% է, 10%, 15% է, պետք է մտնել process-ի մեջ։ Հատկապես որ տեսանելի է, որ գնալով մեր հանրության շատ ավելի մեծ խմբեր են իրենց դժգոհությունը ոչ միայն արտահայտում, այսպես ասեմ, տարբեր բեսեդկաներում, այլ նաև իրենց հանրային ձևով իրենց խոսքն են արտահայտում, նաև մենք տարբեր այս վերջին ակցիաների, տարբեր միջոցառումների ժամանակ մեծ թվով մարդիկ ենք տեսնում, որոնք երևի 4, 5, 6 տարի է որևէ բանի չեն մասնակցել, բայց այսօր գալիս են եւ մասնակցություն են ապահովում։ Բայց ԿՊ-ում հեգնում են, ասում են դուք պատկերացնում եք, ի վերջո այդ տեխնացուն գալու է կանգնի, կարծեք Արսեն Թորոսյանն էր նման գրառում արել, գալու է կանգնի այստեղ, դուք պատկերացնում եք այդ տեխնացուի վիճակը։ Գիտեք, երբ որ ժամանակին ու ոչ միայն Հայաստանի սահմանության մեջ անվստահություն հայտնելու այդ process-ը ամրագրվել է, բնականաբար սա քաղաքական process է, ենթադրում է, որ այն տեխնացուն էլ, որով վարչապետի տեխնացու եւ այս process-ում պետք է առաջնորդողի դեր ստանձնի, բնականաբար պետք է լինի մարդ, որ պատրաստ է, որ ունի այդ համարձակությունը, եւ մարդը, որ միջև վերջ գնալու է, եւ այնտեղ գտնվող ուժերներ, որոնք նրան աջակցելու են, ստորագրելու են նրան անվանտակ, բնականաբար նրանք էլ դրա քաղաքական հենարանն են դառնալու։ Հիմա եթե առաջնորդվենք այդ անլուրջ մեկնաբանություններով, ապա պետք է որևէ բան չանել, գնալ նստել տունը եւ նայել, թե ինչպես է քո երկիրը վարի գնում, ինչպես են պղծվում քո դարերով, հազարամյակներով պահպանված կարևոր ինստիտուտները եւ այլն։ Այսինքն, այստեղ ամենավերջին բանը, որ պետք է անել, դրանք առաջնորդվելը կամ հետևելն է տարբեր ԿՊԱ-ականների հայտարարություններով, բնականաբար նրանք ամուր փորձում են պահել իրենց իշխանությունը, այդ ճանապարհին անցնում են բոլոր այն սահմանները, որոնք որևէ այլ պայմաններով մենք չենք էլ տեսել, որ անցել են, բայց իրանց էլ կարելի է հասկանալ, իրանք գիտակցում են, թե ինչ են արել մեր ժողովրդի հետ, իրանք գիտակցում են, թե ինչ են արել մեր հայրենիքի հետ, եւ բնականաբար ամեն գնով եւ հատկապես ոչ օրինական միջոցներով փորձելու են պահել իշխանությունը։ Դա ենթադրում է բռնությունների ալիք, դա ենթադրում է մեծ թվով մարդկանց քաղաքական հետապնդումներով, դա ենթադրում է բազմաթիվ առիթներով, բազմաթիվ այլ կարմիր գծերի հատում եւ այլն, բայց հիմա մեր հասարակության առողջ հատվածն էլ քաղաքական ուժեր կլինեն, հասարակական ուժեր կլինեն, գործիչներ կլինեն, մեր հասարակությունը իր հավաքական առումով, բնականաբար պետք է թույլ չտա, որ մեր հետ այդ ամենը տեղի ունենա կամ գոնե
կանգնեցնի այն կործանար ալիքը, որը արդեն 7 տարի է շարունակում է առաջ տանել մեր ժողովրդին։